Եվ ցույց է տվել, որ մեր փորձը, որ երկկողմանի ուղիղ երկխոսությունը հաճախ ավելի օգտավետ է, արդյունավետ է, քան երրորդ կողմերի միջոցով երկխոսությունը։ Ճիշտ է, բայց ընդդիմախոսներն ասում են, հարգելի պարոն Թորոսյան, այս պայմանագիրը չունի որևէ ուժային կենտրոնի անմիջական մասնակցություն։ Իսկ որ պայմանագիրը ուներ ուժային կամ որ պայմանագիրն է, որ ունեցել է եւ այտենց անվերապահորեն պահպանվել է։ Չգիտեմ, տարբեր դեպքեր կան աշխարհում։ Բուդապեշտի մեմորանդում։ Աշխարհում տարբեր դեպքեր կան։ Եկեք հենց հիմա թարմօրինակ քննարկենք Ուկրաինա-ռուսական կոնֆլիկտ, Ուկրաինայի միջուկային արսենալի զինաթափում, երաշխավորություն Մեծ Բրիտանիա, Ամերիկա եւ Ռուսաստանի Դաշնություն ինչ եղավ այդ պետության հետ։ Այսինքն դա երաշխիքը ինքնին ինչ որ մի թղթի վրա գրած, որը պարզապես գրած է, մենք երաշխավորում ենք, դա ոչինչ է, հատկապես այսօրվա փոփոխվող աշխարհում։ Ես ասում եմ հետեւյալը. եթե մենք պետք է երաշխավորների կամ երրորդ կողմերի երաշխավորությամբ խաղաղություն կառուցենք երկու պետությունում, դա չի աշխատելու։ Հարգելի պարոն Ղազարյան, դա չի աշխատելու։ Մենք պետք է այնքան հասուն լինենք երկկողմանի եւ Ադրբեջանը եւ Հայաստանը, ինչի շատ դժվար է, դա ընդունում եմ, որովհետեւ մենք կարող ենք ինքնուրույն առանց երրորդ կողմի միջամտության ապրել միասին համակեցության նոր կանոններով այս տարածաշրջանում։ Ինչը իդեպ վերաբերում է նաեւ մեր մյուս հարևաններին։